Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ամիսներ առաջ այն անձիկ ովքեր զենքեր էին ունեցել պարգևատրված, հրավիրել էին, մարդիկ գնացել էին, գումար էին վճարել, քննություն էին հանձնել, իսկ հիմա նոր նախագիծ եք բերել, ասում եք պարգևատրված զենքերը մինչև հուլիսի 1-ը, եթե սխալ եմ ասում, պետք է բերեք հանձնել։ Ինչու՞։ Մարդկանց ինչու եք այս իրավիճակում, ու շատերն ասում են մենք հրաժարվում ենք, այսինքն սա ինձ ամիսներ առաջ կանչում են սա են ասում, ու ըստ էության նախագիծ արդեն գրեթե մեծ մասը դեմ է քվեարկել։ Նախագծի մասով առնվազն եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով, եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեմ, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրությամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում, սա առաջին։ Երկրորդը այն մասով, որ մենք ինչպես պայմանավորվել ենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ որպես այդպեսին ունենք եւ արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով, որոնք այդ ձեր նշած իրավիճակով քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի հիմնական կանոնների նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։ Եվ ըստ այդմ մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը եւ ըստ այդմ այս երկակի մոտեցումները եւ պետության համար անկանխատեսելի, մոտեցումները հանգուցալուծել եւ առաջարկել որոշակի լուծումներ։ Եվ ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում եւ թե նաեւ նույնիսկ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ։ Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից եւ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերից։ Եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Ոստիկանությունը հերթական օպերացիան է իրականացրել Երևանում, պատգամավորի քննաբաններին էին բերման ենթարկել եւ 2 ժամ հետո բաց թողել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետեւ երբ որ բերման են ենթարկում եւ պարզվում է, որ դա այդպես չէ, նույնը նաեւ Գյումրու քաղաքապետի տեխնացու Վարդանովյանի բարակայում է եղել։ Այսինքն այստեղ արդեն հասկացվում որ կա կոնկրետ քաղաքական ինչ որ մեսեջ ուղղված, ոչ թե իրավապահ որովհետեւ եթե դուք օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, դուք նկատություն եմ անձնապես դուք այդ համակարգը, հետեւաբար ստացվում է, որ իրականացվում է մասկի շոու։ Ես ավելացնում եմ, տիկին նախարար։ Վստահաբար կավելացնեք, Ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ապօրինի զենք կա, բանում եք, տեսնում եք ապօրինի զենք չկա, բաց եք թողնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց Խաչատուր Սուքիացյանները արդյոք Վանեցյանին ուղեկցող մեքենա արդեն 5-րդ անգամ մի զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում ձեզ խարազեկություն։ Կամ ուղղակի ասկի շոու եք անում, ինչպես գործընկեր ես ասած։ Ինչ եք անում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ, հերքեցիկ փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում, որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի արկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ,
Բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի, բայց այդ տվյալը, բայց այդ ամեն անգամ այդպես չի լինում։ Քանի անգամ եք ապօրինի զենք բռնել, օրինակ Խաչատուր Սուքիասյան կամ Արթուր Վանեցյանն ուղեկցող մեքենաներում։ Մի դեպք ասել, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է։ Այդ գործը ով է, մի հատ ասեք իմանանք էլի։ Այսքանը այս հարցի Հիմա ես օպերատիվ տվյալ ունեմ, Դատարանման ինստիտուտի բաները, չէ՞։ օպերատիվ տվյալների մասով հարգելի Վահե, դրանք ամբողջը գաղտնի փաստաթղթավորման տրամաբանության մեջ։ Որ ձեզ ուղեկցող մեքենայի մեջ ապօրինի զենք կա, հենց հիմա որ դուս գաք, կասեք ձեր դիմակավորված տղերքը կան ասֆալտին փռան ձեր Ինձ ուղեկցող մեքենայի մեջ այո, կա զենք, բայց դրանք օրինական են, որովհետև պետական պահպանության ծառայություն։ Տարեք ստուգ եք։ Շնորհակալություն։ Տվյալն որ ապօրինի է։ Խնդրեմ։ Տիկին նախարար, իմ հարցը վերաբերում է Կարմիր Ներետավորի հայտնի արտահայտությանը, որ քաղաքացուն անկյունն անհետեթ պահանջ էր ներկայացրել աչքերը մեջ վերում չկլորցնելու հետ կապված։ Դուք նշեցիք, որ ծառայողական քննությամբ ստապեք եւ պատիժ կգրի, բայց նկնից ինձ վերջերս փոխանցեցին, որ նա ազնվորեն զղջացել է եւ նկնան ստեյցիան դուք որոշել եք նրան չպահել, բայց չեք կարծում, որ սա արդեն ստեղծում է իրավիճակ, որ մյուս ծառայողները արդեն այլ խախտումներ անելուց արդեն զգան, որովհետեւ կտեսնեն, որ գործընկերը չի պատժում։ Անկեղծ կլինեմ, չեմ կարծում, որովհետև ցանկացած իրավախախտման դեպքում պիտի գնահատենք ընդհանուր իրավիճակը, իրավախախտման բովանդակությունը, իրավախախտի վարքագիծը այդ իրավախախտման առնչությամբ, ինչպիսի մոտեցում ունի, խոստովանում է, որ կատարել է որոշակի էթիկական կանոնների խախտում, թե չի խոստովանում, եւ տվյալ իրավիճակում ես ասուլիսի ժամանակ էլ նշեցի, որ իրականացվում է ծառայողական քննություն, ծառայողական քննությամբ այո, ֆիքսվել է, որ կա էթիկայի կանոնի խախտում տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ աշխատակիցը կարգապահ որպես այդպիսին աշխատող է հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել եւ զղջացել է, որ այդպիսի վարքագիծ է ցուցաբերել տվյալ իրավիճակում, օրենքը թույլ է տալիս նմանատիպ ծառայողի նկատմամբ սկզբում ֆիքսել, այսինքն սա շատ հստակ է, ֆիքսել ենք, որ կա խախտում։ Իսկ կարգապահական տույժի կտորը դա արդեն ըստ իրավիճակի պետք է գնահատվի։ Կարծում եմ, որ ձեզ համար կարևոր է հասկանալ, որ ծառայողական քննությունով ֆիքսվել է, որ կա խախտումը, բայց հաշվի առնելով անձի վարքագիծը եւ անձի ընդհանուր կենսագրականը որոշվել է այս անգամ չկիրառել կարգապահական տույժի տեսքով կոնկրետ նկատի ունեմ, բայց եթե հետևեք նաեւ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության մեր հայտարարություններին, տարբեր ամփոփումներին, նաեւ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի տարբեր արդյունքներին կնկատեք, որ շատ են այնպիսի ծառայողներ, որոնց որ ըստ իրավիճակի արդեն կոնկրետ կարգապահական տույժեր են նշանակվում կամ աշխատավարձային պահումների որոշակի տեսքով կամ նկատողության, խիստ նկատողության կամ ընդհանուր մինչև ծառայությունից ազատման տեսքով։ Այսինքն ըստ իրավիճակի պիտի գնահատականը տանք Նարեկ ջան, որովհետև այլև այլ դեպքում ստացվում է, որ մի ընդհանուր գծով, մի կանոնով պիտի բոլորին վերաբերենք եւ արդարության բաղադրիչը այդտեղ բնականաբար չի լինի։